Ողջույն սիրելի հետևորդներ, սկսում ենք մեր լայվերը հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Facebook-յան էջից եւ ինչպես որ հայտարարել ենք, մեր այսօրվա հյուրն է Նարինե Իսրայելյան։ Մենք ինչպես նախկինում բազմիցս խոսել ենք Նարինե Ռոբերտովնայի հետ մանկական հոգեկան առողջության խնդիրների մասին, ասես բաներ լայվերի ժամանակ լինում են, մեկ դիտավորյալ են անում, մենք էլ ենք հիմա անում, բայց դիտավորյալ չի լինում, մեզ խանգարում են, չուզողություն են անում, կներեք արտահայտությանս։ Հիմա Նարինե Ռոբերտովնան 5 տարի աշխատել է Գերմանիայի Դաշնությունում որպես հոգեբույժ, այնուհետև Հայաստանում եղել է մանկական հոգեբուժական բաժանմունքի առաջի պատասխանատուն, մինչ այդ եւ այժմ էլ աշխատել է եւ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հոգեբուժության ամբիոնում, այժմ աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում եւ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբուժ խորհրդատու է, այսինքն կարող ենք համարել, որ Նարինե Ռոբերտովնան ոլորտի գիտակներից է, մենք չենք սիրում ասել ամենագիտակն է, ամենալավն է, որովհետև համոզված ենք, որ գոյություն չունի ամենալավ մասնագետ, դրա մասին ուրիշ անգամ ավելի շատ կխոսենք։ Այսօրվա մեր թեման ամենատարածված խնդիրներից մեկին է վերաբերվում աուտիզմին, ինչի մասին տարբեր պատկերացումներ կան մարդկանց մոտ։ Սկզբնական շրջանում աուտիզմը ինքը կարծես թե փրկություն էր տարբեր ծանր խնդիրներից, հիմա այնքան է տարածվել, շատացել, դարձել աուտիստիկ սպեկտր շատերի մոտ արդեն լուրջ անհանգստություն է առաջացնում նման ախտորոշում ստանալը։ Դրա համար մենք խնդրել ենք մասնագետին, ում շատ շնորհակալ ենք ժամանակը հատկացնելու համար, որպեսզի օգնի մեր հետևորդներին, որպեսզի հասկանան լավ այդ աուտիզմը, եթե երեխայի մոտ ախտորոշվել է աուտիզմ, ծնողը ինչ պետք է անի, պետք է համարի իրան աշխարհի ամենադժբախտ մարդը համարի, որ սա դատավճիռ է եւ իր երեխան դատապարտված է, թե պետքա դիտի որպես ուղղակի ախտորոշում է, խնդիրա պետքա աշխատել է դա, թե դա կենսակերպ կարող է լինել, պետքա իմանա ինչպես ապրի, ինչպես աշխատի, ինչ բուժում անել, այնպես որ համեցեք։ Շատ բարի, ինչպես դուք նշեցիք, աուտիստիկ սպեկտրի խանգարումները այո վերջին շրջանում բավականին շատ են ախտորոշվում եւ ախտորոշումը հիմնականում, որ ինչպես եւ մնացած բոլոր քրոնիկ հիվանդությունները ստրես են առաջացնում ընտանիքում, երեխաների ծնողները հատկապես ահաբեկված են լինում առաջին անգամ այդ ախտորոշումը լսելիս։ Դրա համար ես կուզեի նշել, որ աուտիստիկ խանգարումը դա բավականին լայն սպեկտր է ներառում, այսինքն ավելի թեթև ձևերից մինչև բավականին ծանր, որոնք արդեն ընդհանուր մինչև մտավոր հետամնացությամբ են ուղեկցվում, վարքային ծանր խանգարումներով են ուղեկցվում եւ կան ավելի թեթև դրսևորումներ, որոնց ընթացքում երեխայի ֆունկցիոնալությունը բավականին պահպանված է եւ այստեղ համապատասխան աշխատանք տանելու դեպքում բավականին լավ արդյունքներ մենք տեսնում ենք պրակտիկայում, այսինքն միայն այդ բառը աուտիզմ ախտորոշումը չպետք է ծնողներին այդպես ասած դիստրեսի իրավիճակի մեջ գցի, որ իրենց կորցնեն եւ եկեք sense պայմանավորվենք, էլի ախտորոշումը դա բժշկի համար է, որպեսզի իմանա ինչ խնդրի հետ գործ ունի, ինչ միջոցներ պետք է ձեռնարկի եւ եթե տվյալ այցելուն, տվյալ պացիենտը, տվյալ բուժառուն տեղափոխվում է ուրիշ բժշկի մոտ, էլ երկար բարակ չպատմեն ինչի մասին է խոսքը, ախտորոշումը եւ համապատասխան տեղեկատվությունը տրամադրեն, որպեսզի հեշտ լինի։ Ծնողների համար բացարձակ նշանակություն պետքա չունենա ինչ ախտորոշումը, իրաց համար ներնշանակություն պետք է ունենա ինչ ինքը պետքա անի եւ ինչ սպասելիքներ ունենա կոնկրետ իր երեխայի հետ կապված, որովհետեւ նույն աուտիզմը կարող է լինել բավական ծանր խնդիր որպես եւ կարող է լինել շատ թեթև։ Մի քիչ նախ ինչ է աուտիզմ լինում մարդկանց մոտ։ Աուտիստիկ սպեկտրի խանգարումները դրանք էնդոգեն խնդիրներ են, հիմնականում շատ ճիշտ նշեցիք այդ ծնողների ստրեսը, ես այստեղ կուզեի էնդոգենը ինչ է։ Այսինքն ներքին մեխանիզմներով պայմանավորված եւ դրանում բացարձակ որևէ մեկի մեղավորությունը չկա, ինչը մենք շատ ենք տեսնում մեր պրակտիկայում, օրինակ երբ ծնողները դիմում են տարբեր հարցերով,
չգիտեմ, հոր վերաբերմունքի պատճառով, մոր վերաբերմունքի պատճառով, ընտանիքի մյուս անդամների դաստիարակության տարբեր մոտեցումների պատճառով երևի առաջացավ։ Վերջին շրջանում, քանի որ շատ տարածված է նաև ինֆորմացիա գիտական գենետիկ հետազոտությունների վերաբերյալ, երբ որ տարբեր գենետիկ հետազոտությունները կատարում են, այդտեղ էլ բավականին շատ գենային մուտացիաներ կան, որոնք որ լինում են այս խնդիրի ժամանակ, եւ մենք այս բոլոր ինֆորմացիան գիտական նաև խեղաթյուրվում է ծնողների կողմից։ Փոխանակ օրինակ ծնողները դիմեն հասկանալու համար ինչով կարելի է իրենց երեխային օգնել, դիմում են նմանատիպ հարցադրումներով, միգուցե մենք էլ անալիզ հանձնենք, տեսնենք ումից է եղել, ում գեներում են այդ խնդիրը տեսել, ով է մեղավոր, կարծես մեղավոր։ Ուրեմն աուտիզմի ախտորոշման դեպքում, եթե երեխայի մոտ կա աուտիստիկ սպեկտրի որևէ խանգարում, որևէ մեկը մեղավոր չի դրանում եւ պետք չի որևէ մեղավոր փնտրել կամ պատճառները փորփրել։ Պետք է ընդունել, որ ունենք խնդիր եւ ինչպես վարվենք այդ խնդրի հետ։ Եթե գրագետ մոտեցումը այն է, որ առաջին հերթին պետք է կատարվի ճիշտ ախտորոշում։ Ախտորոշումը իրականացվում է համապատասխան մասնագետի, մանկական հոգեբուժի կողմից, հետազոտվում են երեխաները նաև զարգացման մանկաբույժների մոտ, ինչը էլի մտնում է ախտորոշման համակարգի մեջ, գնահատվում է նաև ֆունկցիոնալությունը երեխայի, այսինքն ինտելեկտի զարգացումը, վարքը նաև ինչքան է ֆունկցիոնալությունը պահպանված, այսինքն ընդհանուր խնդրի ծանրության աստիճանը, հա, եւ այդպես թիմային մոտեցումով կարելի է հասկանալ ինչ օգնություն ցուցաբերել երեխային։ Շատ լավ։ Հիմա պարզվեց, որ երեխան ունի աուտիստիկ սպեկտրի խանգարում։ Ինչ պետք է անի ծնողը, արդեն անցավ այդ հետազոտությունները ճշտ տվեց։ Շատ բարի։ Աշխատանքը պետք է նորից եմ կրկնում լինի թիմային, առաջին հերթին ըստ երեխայի ունակությունների, այսինքն երբ որ գնահատվում է երեխայի ֆունկցիոնալությունը, այդտեղ արդեն կարելի է մշակել, թե ինչ տեխնիկաներով աշխատել, ինչպիսի թերապիաներ պետք է ում պետք է դիմի ծնողը։ Գնահատեցին, ասին ձեր երեխային պետք է ինչ անել։ Ուղղորդվում են համապատասխան կենտրոններ, հոգեբուժական ծառայություններին գից լինում են զարգացման կենտրոններ նաև առանձին, որտեղ երեխաների նկատմամբ արդեն գիրառում են տարբեր մոտեցումներ բուժական եւ թերապևտիկ, այսինքն կատարվում է թիմային աշխատանք։ Թիմի մեջ պետք է ընդգրկված լինի հոգեբան, հատուկ մասնագետներ զարգացման մանկաբույժներ են, արտ-թերապիա է իրականացվում, վարքային թերապևտներ կան, արդեն ըստ կոնկրետ երեխայի խնդիրի եւ նորից եմ կրկնում ֆունկցիոնալության, այսինքն աուտիզմը շատ այդպես լայն սպեկտրի սիմպտոմներ կարող է ունենալ, հա, օրինակ կան երեխաներ, որոնց մոտ խոսքային կոնտակտը լրիվ բացակայում է, այսինքն խոսքը չկա ձևավորված եւ այստեղ արդեն բնականաբար թերապևտիկ ուրիշ միջոցներ պետք է կիրառեն, կան երեխաներ, որոնք ընդհանրապես կոնտակտ չունեն, սոցիալական այդ ֆունկցիաները ամբողջությամբ բացակայում են, կան երեխաներ, որոնք ավելի թեթև են այս ախտանիշները արտահայտված եւ ունեն նաեւ խոսքային կոնտակտ, ունեն որոշակի շփումներ, այսինքն այստեղ արդեն պետք է համակարգի մասնագետը, որ թիմի մեջ ընդգրկվի երեխան եւ այդ թիմում նաեւ այլ ինչ երեխաներ լինեն, որպեսզի աշխատանքը լինի արդյունավետ, այսինքն ֆունկցիոնալության տեսակետից իրար համապատասխան երեխաներ պետք է ընդգրկվեն թիմում, որպեսզի աշխատանքը ավելի պրոդուկտիվ լինի։ Այսինքն խնդիր ունեցող երեխան, որը ծանր ստերեոտիպ գործողություններ է կատարում, գոռում է, վարքային խանգարումներ ունի, ագրեսիվություն ունի, ինքնավնասումներ, չի կարելի ներառել խմբում, որտեղ ավելի թույլ արտահայտված ախտանիշներ են եւ բավականին բարձր ֆունկցիոնալություն ունի, այսինքն այն ինչը որ նկարագրեցիք բավական ծանր եւ դա է ներառվում աուտիստիկ սպեկտրի մեջ եւ այն երբ որ ամենաթեթև ձևը նկարագրեք։ Թեթև ձևերի ժամանակ հիմնականում կարող է էմոցիոնալ սֆերան տուժած լինել, այսինքն էմոցիոնալ կոնտակտն է բացակայում կամ թերի սոցիալական այդ շփումները, այսինքն սոցիալական ադապտացիան, հասակակիցների հետ հարաբերություններ կառուցելը, հա,
բայց չկա ագրեսիվություն, չկա վարքի խանգարումներ, ինտելեկտուալ հնարավորություններն են բարձր լինում, այս դեպքում աշխատանքը բնականաբար ավելի ուրիշ է։ Այսինքն անգամ այս դեպքում ոչ մասնագետը կարող է չնկատել, որ երեխայի մոտ կա խնդիր։ Կարող են լինել աուտիստիկ սպեկտրի մեջ դասվում են նաև օրինակ Ասպերգերի համախտանիշը, որի ժամանակ այո, իրենք ունենում են ֆունկցիոնալություն նորմալ, սովորում են, փորձում են շրջապատում նույնիսկ մեծ հաջողություններ են ունենում, բիզնեսմեն են դառնում, ինտելեկտուալ խավերի մեջ մեծ հաջողություններ տեսնում են մասնագետը, այո, մտածողության, կոնկրետության, abstract-ը չգնահատելու կամ էմոցիաների պարադոքսալության մեջ մենք ունենում ենք օրինակ երեխաներ, որոնք ուզում են ունենալ շփումներ հենց Ասպերգերի համախտանիշի կառուցվածքում եւ ուզում են ձգտում ունեն ընկերներ ունենալ, բայց չեն կարողանում հենց այդ նուրբ էմոցիոնալ եւ մտածողության առանձնահատկությունների պատճառով եւ բավականին տանջվում են դրանից։ Այսինքն մենք շատ կարևոր բան ենք հասկանում, որ աուտիստիկ սպեկտրի խանգարումները շատ ընդգրկուն են եւ միայն բառը կամ ախտորոշումը դեռևս ոչինչ չի ասում եւ պետք չի վախենալ դրանից, ինչը չափազանց կարեւոր է։ Այո, օրինակ, երբ որ մենք Վինացիա կլինիկայի հրավերով Լիոնում էինք, այնտեղ մեզ ցույց տվեցին իրենց կենտրոնը աուտիզմի, որտեղ շատ վաղ ախտորոշում էին եւ վաղ ախտորոշման դեպքում շատ ավելի մեծ արդյունքների էին հասնում։ Ինչ կասեք այդ մասին։ Բնականաբար վաղ միջամտությունները նորից են կրկնում հատկապես ֆունկցիոնալության պահպանման ֆոնին, այսինքն թեթև ձևերի ժամանակ բավականին լավ արդյունք կարող են տալ։ Կարող են օրինակ այդ երեխաները դպրոց են հաճախում, ավարտում են, որոշակի ուսում են ստանում, ավարտում են քոլեջ, ինչ-որ փոքր մասնագիտական գործունեություն կարող են ծավալել, եթե ժամանակին ախտորոշվելու դեպքում, այսինքն ոչ թե սպասել, թող մի քիչ էլ մեծանա, իր հոր եղբայրն էլ էր սենց կամ քեռին էլ էր սենց, հետո մեծացավ, անցավ, հնարավորինս շուտ դիմում ենք մասնագետի, ինչքան վաղ է ախտորոշվում, այնքան եղած ռեսուրսները ավելի արդյունավետ կարող են լինել, ինչը երեխայի կյանքում չափազանց մեծ դրական փոփոխություններ կարող է առաջացնել եւ ծնողների կյանքում նույնպես, որտեղ այս դեպքում ծնողները բավական շատ են դժվում, եթե ճիշտ մոտեցում չեն ունենում։ Ինչ խորհուրդ կտաք ծնողներին, ոնց վարվեն, ոնց ինչ մտածեն, ինչպես իրենց կյանքը կառուցեն։ Ամենաառաջին խորհուրդը, որ ընդունեն խնդիրը, այնպես ինչպես որ կա, դիմեն ճիշտ մասնագետների, հետևեն բժիշկների խորհուրդներին եւ այստեղ ընտանիքի կողմից եւս այսպես եթե չակերտներով ասեմ թիմային մոտեցում անհրաժեշտ, այսինքն ընտանիքի անդամները բոլորը միասին իրար օգնելով առաջ են տանում երեխային, նպատակը պետք է լինի երեխայի կյանքի որակի բարձրացումը եւ ընտանիքի կյանքի որակի բարձրացումը եւ ամենակարևորը չեն մոռանում ընտանիքի մյուս երեխաներին, որովհետեւ այդ ֆենոմենը եւս հաճախ է լինում կենտրոնանում են խնդիր ունեցողի վրա եւ մյուսները մնում են ուշադրությունից դուրս եւ այստեղ արդեն ունենում են հոգեբանական տարբեր խնդիրներ։ Կարելի է ընդգրկել մյուս երեխաներին եւս այդ թիմային աշխատանքի մեջ եւ տառապելու փոխարեն առաջ գնալ ամբողջ ընտանիքով եւ ընտանիքի կյանքի որակը բարձրացնել, սիրելով խնդիր ունեցող երեխային, օգնելով եւ օգնելով նաեւ իրար։ Շատ շնորհակալություն։ Հիմա ձեր սկզբունքորեն ձեր վերջի ասածը հիմնական ուղերձներ, որը պետք է տալ, ունեք բան ավելացնելու։ Դա կարծում եմ ամենակարևորը։ Այո, շնորհակալություն հայտնենք Նարինե Ռոբերտովնա, մի քանի ուղղակի լուր հոգեկան առողջության ոլորտից, ինչպես եւ խոստացել էինք, շարունակվում է ՄԱԿ բնակչության հիմնադրամի աջակցությամբ դասընթացը տրավմազգայուն հաղորդակցման հմտությունների եւ հուզական այլման կանխարգելման վերաբերյալ անցած շաբաթ, ինչպես ասել ենք, Երևանի եւ Կապանի մասնագետների համար դասընթացներ եղան, այս շաբաթ ամսի 13-ին Արտաշատում է տեղի ունենալու, ամսի 28-ին Անի Պլազայում լինելու է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի տարեկան ժողովը, որը այս տարի նվիրված է Recovery College-ի 10-ամյակին, ծրագիրը եւ պայմանները նշված են Facebook-յան եւ ասոցիացիայի հոգեսոցիալական կարգավորման եւ Recovery College-ի Facebook-յան էջերում։ Հիշեցնենք, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների համար անվճար է
գիտաժողովը եւ նախարարության կողմից շնորհվել է 5 ՇՄԶ կրեդիտ, ինչը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել արդեն մեր գործընկերների մոտ։ Մենք կարող ենք հանգիստ դիմել բոլոր կազմակերպություններին եւ մարդկանց, ովքեր ունեն նորություններ, կարող են մեզ ասել եւ մենք անպայման դրանց մասին կխոսենք մեր հետագա լայվերի ընթացքում։ Շնորհակալություն Նարինե Ռոբերտովնա, շնորհակալություն ձեզ, որ հետևում եք մեզ։ Մենք փորձում ենք առավելագույնս բարձր պահել նշաձողը, չնմանվել տարբեր տեսակի ոչ մասնագետների եթերներին, մենք մեր ուրույն տեղը ունենք ոլորտում եւ կշարունակենք այդպեսին էլ մնալ, ավելի կատարելագործելով մեր հնարավորությունները։ Սրանով ավարտում ենք մեր լայվը, կհանդիպենք հաջորդ 2 շաբթի։